պարոն գնդապետ։ Ողջույն։ Ամեն օր ճիշտ նույն ժամին զորամիավորման հրամանատար գնդապետ Գագիկ Պողոսյանը շտապում է ծառայավայր։ Գես։ Պարոն գնդապետ, բանակային կորպուսի շտաբետ գնդապետ Բալասանյան։ Դեպքեր պատահան տեղություն։ Ազատ։ Ազատ։ Ողջույն։ Նորմալ է անցը։ Ընդհանուր։ Եղանակը ոնց է։ Զեկույցից ու կարճ հարցուպատասխանից հետո հրամանատարն աշխատասենյակում է, մինչև տեղակալներն ու մյուս պատասխանատուները կներկայանան խորհրդակցության, գնդապետ Պողոսյանը զանգեր է կատարում ճշտելու իրավիճակը, առջևում հերթափոխ է։ Ազնագազմ, ժամկետային ազնագազմ բանակ զորակոչվելուց պատրաստակամություն են հայտնում ծառայել դիրքելու։ Մարդիկ կան, իրանք հայտնվում են այն ստորաբաժանումներում, որոնք որ իրանք դիրքային ծառայություն չի տանում այդ ստորաբաժանումը, նեղվում են այդ հարցերում, որ իրանք դիրքերում չեն գտնվում։ Սկսում է խորհրդակցությունը, տեղակալները գնդապետին են ներկայացնում դրությունը զորամիավորման պատասխանատվության գոտում։ Այնուհետև քննարկում են կատարված աշխատանքներն ու անելիքները, տրվում համապատասխան ցուցումներ ու հրահանգներ։ Բարդ է ներկայացնել գնդապետ Պողոսյանի ծառայողական առօրյայի ծավալը, բայց նա հստակ գիտի, սա պատասխանատվություն է, որը պետք է պատվով ու արժանապատվությամբ կրել։ Զորամասերում արդեն մեկնարկել է ուսումնական փուլը, զորամիավորման հրամանատարն անձամբ է այցելում ստորաբաժանումներ, տեղում ծանոթանալու զինվորների առօրյային։ Տագնապով վերկացից մինչև զինանոցից զենք զինամթերքի դուրսբերման կարգը։ Գնդապետ Պողոսյանը ստորաբաժանման հրամանատարի հետ շրջայից է կատարում ու զինվորներից հետաքրքրվում, ինչ են հասցրել սովորել մի քանի օրում։ Հիշեցնում է, ամենակարևորը նման պարապմունքների ընթացքում անվտանգության կանոններին հետևելն է։ Եթե միտեղ նկատում եք ռիսկներ կա, ավելի լավ է դանդաղ կատարեք այդ ամեն ինչը կամ դադարեցնեք, հետո շարունակեք։ Եվ ամեն ինչը իհարկե զեկուցելով ձեր սպայական կազմին, ձեր հրամանատարներին։ Բանակային զորամիավորման ենթակա ճանապարհներին ինժեներական աշխատանքները շարունակական բնույթ են կրում, դրանք չեն դադարում անգամ ձմռանը։ Կառուցվում են նոր շենք-շինություններ, կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ Հիմնականում մեծ մասշտաբի շինարարական աշխատանքներ է գնում եւ բոլոր զորամասերում, ինչը որ մի քանի քայլ ավել բարելավում է զինծառայողների կենցաղը։ Պարոն գնդապետ, ինչ հաճախականությամբ եք այցել իրականացնում բանակային դիրքեր։ Շաբաթական ոչ պակաս 3 անգամ կամ 4 անգամ հիմնականում մեր առօրյան հասկացում ենք առաջնահերթություն տալով իհարկե առաջնագծի կահավորման, ինժեներական կառույցների աշխատանքների եւ ինչու՞ չէ անձնակազմի հետ զրույցներ հասկանալով անձնակազմի վիճակը, իրանց հետ կապված մտահոգությունները։ Զորամիավորման հրամանատարի հետ շարժվում ենք բանակային դիրքեր, բայց մինչև կանգառը ծանոթանում ենք միջդիրքային ճանապարհների ձնամաքրման աշխատանքներին։ Այստեղ տեխնիկան աշխատում է շուրջօրյա ռեժիմով, անարգել եւ արդյունավետ հերթափոխ կազմակերպելու, հերթապահություն իրականացնող զինվորներին սնունդ եւ անհրաժեշտ այլ իրեր սահմանված ժամին հասցնելու նպատակով։ Վերևից մաքրելով իջել ենք, ամբողջ գիշեր մաքրվել է, համարյա վերջացրել ենք։ Մնացել է մի դեպք մաքրել ու ամբողջությամբ բացել։ Այսինքն առավոտ լրիվությամբ բաց ալնելու էլի։ Առավոտ ամբողջությամբ։ Հա, այդ մի դիրք է մնացել։ Այս ժամանակահատվածում միշտ դիրքային ճանապարհների վիճակը հիմնականում ձյան հետ կապված ելնում է տարբեր, դժվար անցանելի, ժամանակ առ ժամանակ, եթե ուժեղ ձյան հետ քամիներ են լինում անանցանելի, հսկայական աշխատանքներ է կատարվում։ Տեղ հասնելուն պես գնդապետ Պողոսյանը անցնում է բանակային դիրքերով, ցուցումներ ու հրահանգներ տալիս։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ոնց է անցնում ծառայությունը։ Շատ լավ։ Նորմալ է։ Ճիշտ է այդպես։ Արմեն։ Նստեք։ Գնդապետը զրուցում է նաև հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։ Անմիջական շփման ընթացքում զինվորներից ակնկալում է անկեղծություն, նոր առաջարկներ ու գաղափարներ։ Խոստանում է անպայման հաշվի առնել դրանք ու քննարկման առարկա դարձնել։ Փոխարենը գնդապետը պահանջում է լինի դա մշտական տեղակայման վայրում, թե բանակային դիրքում հոգ տանել միմյանց հանդեպ։ Մեկը կարող է մի բան, մի փոքր ճիշտ չանի, պետք չի դրա այն որ ասում եմ մի թեթև սխալ կատարած քայլի համար ավելի վատ բան չէ, հակառակը պետք է ուղղեն վաղը կարող է դու հայտնվես մարդու կարգավիճակում, չէ, պետք է օգնեք, որ ամեն ինչ հեշտ անցնի մարդուն։
Նորովի կահավորված բանակային այս դիրքը շահագործման է հանձնվել նախորդ տարեվերջին։ Քարե այս կառույցները մի քանի փորձարկում են անցել, որի արդյունքում էլ ապացուցվել է դրանց արդյունավետությունն ու ամրությունը։ Առաջներում, որ ունենք անվադողերով կահավորված դիրքեր եւ հողով լցված գաբիոներ, դրանք հիմա լրիվությամբ անել ենք, այդ ձևաչափերը չենք օգտագործում։ Հիմնականում օգտագործում ենք այս ձևաչափերը, մի անգամ սարքում ենք, դրանից հետո մոտ կարելի է մի 20-30 տարի ձեռ չտալ այդ դիրքերին։ Զորամիավորման հրամանատարի զինվորական առաքելության մեկնարկը 1995 թվականին էր։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ընտրել մոտոհրաձիգի մասնագիտությունը։ Սերը հայրենիքի, զինվորական համազգեստի ու մասնագիտության հանդեպ փոխանցվել է պապից, ով երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր։ Ռազմական կրթություն ստանալուց հետո Գագիկ Պողոսյանը նշանակվել է Վաշտի հրամանատար։ 30 տարիների ընթացքում հրամանատարը մի շարք պարգևների է արժանացել, տարբեր պաշտոններ զբաղեցրել։ Կարգապահությունն ու լավատեսությունը սպայի կյանքում անխախտելի է, իսկ նվիրումը գործին անչափելի։ Աշխատանքից դուրս գնդապետ Պողոսյանը լավ ամուսին եւ հոգատար հայր է։ Զորամիավորման հրամանատարը տուն է հասնում ուշ երեկոյան, բայց անշուշտ ժամանակ է գտնում իր պակաս ընտանիքի կյանքում լրացնելու, տիկնոջ ու զավակների հետ շփվելու համար։ Սիրով եմ տարել սպայի կնոջ կերպարը, դերը, այսպես կարելի ասել, այդ դժվարություններն էլ ստիպել են երևի, որ մեր ընտանիքը ամուր լինի։ Ինքը մեր ամեն գաղափարը միշտ օժանդակում է, խորհուրդներ է շատ տալիս, իր աղջիկը լինելը շատ հաճելի է, բայց միաժամանակ շատ պարտավորեցնող է, որպեսզի արժանի լինեմ իր անվանը։ Սովորեցրել է կյանքում առաջինը սիրել հայրենիքը, հետո նոր մնացածի մասին մտածել։ Ուշադիր է եղել թե ընտանիքին, թե ծառայությանը, բայց ծառայությունը առանձին ուշադրություն է դարձրել։ Հրամանատարի զավակները լավ գիտեն, հայրիկի կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է, որը պետք է պատվով եւ արժանապատվությամբ կրեն։ Երբեք դժվարություններից պետք է չփախնես։ Այ որ դժվարությունները կարում ես հաղթահարես, իրականում զգում ես, որ դժվարությունը ինչի որ կարող ես հաղթի, դու պետք է իրան հաղթես։ Եվ դրանով ամեն ինչ ստացվում է։ Տաթևիկ Աբրահամյան, Հայկ Չիլինգարյան, Զինուշ։